Ողջույն ժողովուրդ ջան, բարի երեկո, մի քանի վայրկյան հավաքվում մեր ընկերներից, ձեր հետ իհարկե ասեմ, որ արդեն երևի հասկանալի է ինչից ենք խոսալու։ Նախ այս եթերը չեմ կարող կիսվել զուգահեռաբար նաև Facebook-ով, ուստի կխնդրեմ ժողովուրդ ջան, որ դուք օգնեք ինձ այդ հարցում, տարածեք ձեր էջերում, որովհետև երեք չէ առաջին օրը պիտի Facebook-ս վերջապես բացվեր լայվը, մեկ էլ հանկարծ նորից բլոկեցին ու մինչև դեկտեմբերի 5-ը ոչ միայն լայվեր չեմ կարողանալու անել, այլ նաև չեմ կարողանալու գրառումներ անել, ոչ մի բան չեմ կարողանում անել մի խոսքով Facebook-ով, միայն դիտում եմ ու ինձ մեջ եռում եմ, էլի։ Դե հարցակումները այդպեսին են լինում, որովհետև գիտեն, որ իրենց ողջ լրատվական դաշտը պատի է հանդիպում, երբ որ փորձում ենք մենք էլ լուսաբանել եւ նրանք այո սարսափում են պարզապես հենց ձեր ներկայությունից իմեջում, որովհետեւ ցանկացած խոսք զրույց, եթեր, հանդիմանություն, գնահատական, օբյեկտիվ մեկնաբանություն չէր լինի արդյունավետ կամ շատերին չէր հետաքրքրի, եթե չլիներ հենց ձեր գործոնը, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Եվ զուգահեռաբար կխնդրեմ նաև որպեսզի մեկնաբանությունների դաշտում պահպանենք կոռեկտությունը, ինչպես նաև գրանցվեք իմ YouTube-յան էջում, որովհետև ես սրանով եմ, ինչպես հասկացել եք, ավելի շատ արդեն եթերներ անում։ Իսկ Facebook-ին կսպասեմ բացվի, որպեսզի կարողանամ զուգահեռ կիսել, թե համապատասխան գրառումներ անել։ Հիմա երկու թեմայի եմ անդրադառնալու, մեկը բնականաբար Սուրբ Սարսափում տեղի ունեցածին ու դրա արձագանքներին, մի փոքր լայն կոնտեքստով եւ մյուսը մի երկու այլ քաղաքական հայտարարությունների եւ բնականաբար են իշխանյան կոչված անձնավորությանը, ով հանդիսանում է փաստորեն նաեւ իրավաբան եւ լրագրող, ով փորձել էր այսօր իրեն ցույց տալ։ Սկսելուց առաջ նախ ասեմ, որ Նարեկը Կարապետյան, մեր ձևով շարժման, խարխի ձևով շարժման, այսօր մի ժամ շուտ եկել էր Սուրբ Սարգիս, որպեսզի աստիճանների վրա իր տեղը ոչ ոք չզբաղեցնի երևի, գոնե այդտեղ նստելու տեղ ունենա, եւ նրա առաջ էլ պատնեշ էին կանգնել լրագրողները, չգիտեմ ինչից էին փորձում պաշտպանել, այնուամենայնիվ ասեմ հետեւյալը, Նարեկին վստահաբար կդիտի եթերը կամ իրեն ցույց կտան։ Նարեկ, ու ինչ տպավորություններ ունես, այդ մարդիկ գել ու գազանի նման էին, չէ։ Քեզ հետ որևիցե բան եղավ, որևիցե մեկը մազը թեքեց, մեկը հետևից այդ մի բան, ասենք, փախարակող արտահայտություն արեց, չէ, որքան տեղյակ եմ, չէ։ Ու ումից էիր հիմա պաշտպանում, այդտեղ հավաքված մարդկանցից։ Իհարկե ես լսեցի նաև քո մեկնաբանությունը լրագրողներին, այո, եկեղեցին շարունակել ենք պաշտպանել մեր ձևով։ Այո, դուք ձեր ձևով շարունակեք պաշտպանել, դա նորմալ է, հատկապես եթե լուսաբանումները լինում են հիմնականում դաշնակցական երիտասարդ մի լրագրողուհու գործունեության արդյունքում, որը որ հետո լուսաբանվում է Արմատ մեդիայում, որովհետև գիտես, ես հիշում եմ դաշնակները ունեն այդպիսի խոսք, երբ որ հայտնվում են ծանր իրավիճակում, ասում են դաշնակների Աստվածը մեզ կփրկի կամ դաշնակների Աստվածը մեզ կպաշտպանի։ Ես մինչև հիմա չգիտեմ դաշնակների Աստվածնով, կարծում եմ, որ այնքան էլ մի առհասարակ Աստվածներին այլոց դավանանքներին չեմ սիրում կպնել, բայց իմ կարծիքով իրենց Աստվածը տերորիզմի փառաբանող է եւ իզուր չի, որ Գարեգին B կոչեցյալ նույն ինքը Կտրիչ Ներսիսյանը համարվում է դաշնակների աստվածության կրողը, հա, այդ մարդը այլ աստծու է հավատում, եթե հավատում է, եւ փորձում է մեր եկեղեցին ենթարկացնի այդ աստվածներին, որ չնայած որ ես խիստ կասկածում եմ ինչով, որ Աստվածը բարձրյալ կլինի իրենց պատկերացմամբ, որովհետեւ որքան ես եմ տեղյակ, KGB-ի աշխատողները այնքան էլ աստվածապաշտ չեն լինում, բոլշևիկները հատկապես, էլի, դա մեզ պատմությունը ցույց տվել է։ Եվ դուք պաշտպանում եք նաեւ, գիտեք, խնդիրը հետեւյալն է։ Խնդիրը այս պայդրությամբ կտրիչն ու արշակն են։ Բնական է, չենք թաքցնի, որ մեր եկեղեցին ուզուրպացրած Կտրիչ Ներսիսյանը ներսի կառավարման իրավիճակը բերել հասցրել է նրան եւ արդյունավետությունը եկեղեցու գոյության բերել հասցրել է նրան, որ նախ մարդիկ էին սկսել վանվել եկեղեցուց, հա, ասենք քչեն են գնում կամ գնում են այլ կերպ պատկերացնելով եկեղեցու կարևորությունը։ Ասենք գնում էին մտնում են վառում, տես սրտները հանգիստ գալիս էին տուն կամ հնարավոր է տաղավար տոներին մասնակցություն փոքրիկ, պատկերացնում եք աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդը տաղավար տոները բոլորը չի որ գիտեն թե որոնք են դրանք հասկանիք եւ այս ամեն ինչը կտրիչի բաց թողումն է եւ հոգեվոր դասի բաց թողումն է որովհետեւ ստեղծել է մի միջավայր որտեղ որ բարձվում է բոլորիդ վրա կոմպրոմատներ ունեք ասենք բարձվում է որ կարող են ամեն մեկը իր ունեցածով կամ իր իմացածով մյուսին ավելի ծանր ու վատ վիճակի մեջ դնել այս ինչի եք վերացել մեր եկեղեցին ինչ է նշանակում կուսակրոն մեկը կուսակրոն մյուսի վրա ունենա կոմպրոմատ
Սա եկեղեցի է, թե սա համակարգ է մի հատ, բանա, չգիտեմ ինչ, կառույց, հա, մի հատ կառույց, որը որ եկեղեցու հետ բացարձակ առնչություն չունի։ Եթե քո եղբայրը, հոգևոր եղբայրը խոտոր ճամփով է գնացել, ինչու՞ չեք օգնել նա շտկվի։ Ինչու՞ եք դա վերածել կամպրոմատի։ Ինչու՞ եք, ասենք, դա եկեղեցի եք պաշտպանում։ Ի՞նչն եք պաշտպանում։ Ասենք Նարեկ Կարապետյանի ձևով պաշտպանվող եկեղեցում նորմալ է, որ կուսակրոնը քեռակնքայից իրային կապի մեջ։ Եթե դա ձեր եկեղեցում նորմալ է, քավլիցի, ես այդտեղ ասելիք չունեմ, բայց դուք մեր եկեղեցու հետ ինչ գործ ունեք։ Մեր եկեղեցում դա նորմալ չի։ Գնացեք պաշտպանեք ձեր բարոյական արժեքները, այսինքն դուք դրանով նաև ասում եք, որ ցանկացած մեկը, անգամ ցանկացած հանցագործ կարող է լինել հոգևորական։ Դուք դա եք, այդ մեսեջը ձեր կողմից պաշտպանվող ինչ որ բանի, հենց դա է։ Կներեք, մենք այդ արժեհամակարգը կրողը չենք եւ չենք էլ լինելու։ Հետևաբար ձեր սուր խոսակցությունները պահեք ձեր ներսում ինչ կուզեք արեք դրա հետ։ Ինչ գործ ունեք։ Այսօր նախ զորացությունս եմ հայտնում Տեր Արարատին, ում վաղուց եմ ճանաչում, այսօր Սուրբ Սարգսուն պատարագ ինքն էր անում։ Նրան ես ճանաչում եմ վաղուց։ Ճանաչում եմ Սուրբ Երրորդություն մեր եկեղեցուց։ Շատ ենք շփվել, հատկապես հետ պատերազմյան իրականության շրջանակներում, նա մաքսիմում փորձել է այնպես իրեն դրսևորի, որ ես կարողացել եմ, հիշում եք, եկեղեցու մոտ էի ասում, եկեք այստեղ ենք ինչ բան հավաքում, որ տանենք դիրքեր եւ այլն։ Այդ ամեն ինչը նաեւ իր խորհուրդը ուներ, էլի, որովհետեւ եկեղեցին սկսել էր կանչել, քաշել արդեն։ Ես իսկապես ինձ վանել է եկեղեցուց, վանել են եկեղեցուց կտրիչ ներսիսյանական հոգեվորականները ու բոլորից շատերից։ Ու հանկարծ ինչ եմ կարդում, սրանք անգամ իրենք իրար մեջ կարծես թե իրար չեն ճանաչում կամ ձև են տալիս թե չեն ճանաչում, հա։ Հանկարծ աչքովս ընկնում, հա։ Այսպեսի մի հրապարակում։ Այս մի հոգևորականի անունն էլ Արարատ, բայց խոսքը մեր Տեր Արարատի մասին, ով այսօր Սուրբ Սարգսուն պատարագ անցկացրեց ու այո, զեղչեց բանի կտրիչ ներսյան կաթողիկոսի հատվածը, բայց այս մյուս Արարատը փորձում է մեր Տեր Արարատին անուն դնի, ինչ ասում։ Ասում իրականում պատարագը պետք է մատուցի, սա առավոտյան կարծեմ գրառումը կամ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ Քահանա Օրդոյանը նկարում պատկերված է աջ կողմում, որը եթե համարձակվի պատարագի կանոնից զեղչել եւ չհիշատակել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ապա դրանից հետո հավատացյալները նրան կարող են դիմել ոչ թե Տեր Արարատ, այլ Տեր Արաբատ։ Տեր Արարատ Քահանա Պողոսյանն է սա ասում։ Հիմա Տեր Արարատ Պողոսյանի հետ երկու բառ կուզեմ խոսել, հա, այս թեմայով։ Նախ ես չեմ սիրում, եւ դատապարտում եմ, երբ որ մարդկանց ծաղրում են իրենց անունների համար, հատկապես երբ որ այդ անունները հայերեն են, հայկական են։ Իսկ եթե օրինակ ես հասկանում եմ խոսքն ինչի մասին է, ովքեր չգիտեն, կարճ համառոտ ասեմ, Արարատ Միրզոյանը դեռ նոր որպես արտաքին գործերի նախարար նոր էր նշանակված, երբ այցելություն ունեցավ, եթե չեմ սխալվում, Թուրքիա կամ այնպեսի մի վայր, որը որ լուսաբանվում էր նաև Թուրքիայում, եւ տակը դե գրում են, չէ, ասենք անունները թուրքերը թուրքական ալիքում տարասխալ էր եղել ըստ երևույթին, Արարատ Միրզոյանի տեղը գրացել Արաբատ Միրզոյան։ Նման դեպքեր շատ է լինում, շատ, որովհետև դա տվյալ հեռուստատեսության կոմպի մոտ նստած մարդն է, ով կարող սխալվի, ասեմ, այն լրագրողներին ում ոնց որ ես հարգում եմ, երբ որ տեսնում եմ մի նյութ են հրապարակել, որտեղ ինչ որ մի բան սխալ կա, տարասխալ, ես փորձում եմ նրանց տեղեկացնել, որովհետև հասկանում եմ, որ կշահարկեն։ Եվ նույնը իմ հանդեպ, իմ շատ հետևորդներ, շատ ընկերներ ինձ գրում են, որ գնաց ոնց որ տարասխալ մատը կարակապած լինի, հասկանում եք, իրար կողք կարող են լինել եւ մատը կպասեն։ Մի խոսքով։ Ու այդպես սկսեցին իրենք Արարատ Միրզոյանին Արաբատ ասել, ու ասենց բան։ Հիմա էլ Տեր Արարատին են փորձում Արաբատ ներկայացնել։ Նախ հիշեցնեմ ձեզ, որ ձեր կտրիչ Ներսիսյանին կաթողիկոս կարգելու այդ արարողության ժամանակ, երբ որ պիտի ազգային խորհուրդը բան աներ, ընտրության մասնակցեր, կտրիչ Ներսիսյանին իր ձայնը տվել նաև Հովիկ Աբրահամյանը, ում անունը մի անգամ հանրային հեռուստատեսության եթերում նույն տառասխալի պատճառով Հովիկի տեղ, երբ որ ինքը ազգային ժողովի նախագահ էր արդեն, Հովիկ Աբրահամյանի տեղը գրված էր Հավիկ Աբրահամյան։ Հիմի հուսամ նույն Տեր Արարատը ունի այդքան ողնաշար, տենց տառերով, տենց բառախաղերով, տենց անունների վրա կայֆավատ լինելով, մյուս անգամ երբ որ տեսնի Հովիկ Աբրահամյանին, ասի դու Հավիկ Աբրահամյանն ես։ Կարող ես թե չես կարող։
մեծ ազգի փոքրիկ ներկայացուցիչ, սա մեկ։ Երկրորդ, Քահանա Պողոսյան, Տեր Արարատը Սուրբ Երրորդությունից վաղուց գնացել, այստեղ վաղուց այլ հոգի, ասեմ, որ եզակի նոր քահանան է, ում հետ նորմալ դեռևս շփում չեմ ունեցել, առասարակ շփում չեմ ունեցել, մեկ-երկու անգամ իրար դեմ դուրս եկել ենք, բայց տենց ինչ որ լավ նորմալ չենք ծանոթացել, ու չգիտեմ, բայց Տեր Արարատը ես ցավում եմ, չնայած դա իր համար առաջխաղացում է նշանակում, հիմա Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդն է։ Հասկանում ես, նա վաղուց Սուրբ Երրորդությունում չի։ Այսինքն դուք ձեր քահանաներով անգամ ինչ որ բան գրելուց մեկ չեք ցանկանում ճշտել, թե ով որտեղ է աշխատում, ով որտեղ է վաղուց արդեն պատասխանատու։ Եվ այս նույն մատերի արանքով նայելով էլ դուք վերաբերվում եք լուսավորչի գահին, որի վրա կարող են նստել, այսօր զորը անընդհատ դոկ-դոկա գնում է, հաջող քեզ էլի ստեղից։ Հաջող քեզ։ Դիժոցի կարա Կներեք ժողովուրդ ջան, մետս հարցը լուծեմ, որովհետև չի կարա էլի մանկապիղծ սրբապիղծը իմեջում բան լինի, էլի տես գովազդվի, էն էլ Սերժի Ձախամորձի Մանդավուշկեն։ Մի խոսքով ժողովուրդ ջան, հազար ներողություն, հա։ Հիմա նախ դու փորձի գնամ այդ ճշտի ձեր մեջ թե որտեղ եք, ինչ եք։ Տեր Արարատը հիմա Սուրբ Սարգսում է, ու հիմա չէ։ Արդեն մի քանի ամիս է, եթե չեմ սխալվում, 7 վերջին անգամ ես որ իր հետ խոսել եմ, ինքը արդեն Սուրբ Սարգսում էր։ Ես դա գիտեմ, հասկանում եք։ Սա էսպես, ու կխնդրեմ, որպեսզի ձեր գրառումներում այդտեղ այդ կեղծ տեղեկությունների տակ կոռեկտ լինեք, իսկ ես դարձյալ իմ զորակցությունը հայտնում եմ Տեր Արարատին եւ շնորհակալություն այդ քայլը ձեռնարկելու համար։ Ես իհարկե մասնավոր զրույցներ չեմ սիրում շատ հրապարակել, բայց ասեմ, որ սրանից դեռ մի քանի տարի առաջ, երբ ես դարձյալ ինտենսիվ կերպով ներկայացնում էի, թե ինչ է իրանից ներկայացնում Կտրիշ Ներսիսյանը, ինչ եք երևի, ովքեր վաղուց են ինձ հետևում, մի անգամ երբ որ հանդիպեցինք, նա որպես հոգևոր մարդ փորձեց ինձանից հասկանալ, թե ինչի է իմ մեջ այդքան բան կուտակված եւ ինչի եմ ես կաթողիկոսի մասին այդպես արտահայտվում, ու մենք շատ գեղեցիկ զրույց ունեցանք, շատ գեղեցիկ զրույց, շատ չմանրամասն։ Այսինքն, այս մարդը իսկապես հետաքրքրված եղել է եւ խոսքի ձև ուներ, եւ շնորհք ուներ, մոտեցման ձև ուներ եւ հետաքրքրված է եղել, որովհետեւ հասկանում է, որ երբ որ դու կաթողիկոսին մի բան ասում ես, պիտի տակը շատ ծանրակշիռ բաց ունենա։ Սա այդ մասով էլի։ Հիմա ձեռքի հետ այս թեման դեռ խոսենք, բայց մի հատ այսպեսի, հա, հիմա ես ուզում եմ մի երկու բառով անդրադառնալ մեր իրավաբանական աղքատ վիճակին, հա։ Ուրեմն այսօր երիտասարդը, ում այսօր ձերբակալություն տարան, համացանցում լցված է, գիտեք, այս մարդը հոկտեմբերի 27-ը ես կուզեի իր հենց ամբողջական գրառումը ձեզ համար գտնել, եթե կարողանամ։ Մի րոպե առանձնացրել էի ճիշտ ասած ամբողջը, էլի։ Ներողություն, ասել չէր։ Այս մարդը արդարացնում է, լավ չեմ գտնի, ոչինչ։ Արդարացնում է հոկտեմբերի 27-է իր համացանցում Facebook-ում իր էջով ու գրառումներ շատ արել էս իմաստով։ Ես ուզում եմ իմանալ, օրինակ, ըստ ձեզ, աշխարհում որ երկրներ ունեն, որ տվյալ պետության, երկրի ու պետության դեմ տերոր կարող են կազմակերպել մարդիկ, որոշները, տերորիստները, եւ կարող է լինել քաղաքացի, ով կպաշտպանի ինչ որ մի պահից դա։ Այսինքն, օրինակ, հա, օրինակ։ Ասենք ոնց եք պատկերացնում, եթե Ամերիկայում բացի ինչ որ մեկը Բեն Լադենին պաշտպանի, ինչ կլինի իր հետ։ Իրավական առումով, ես չեմ ասում քաղաքացիների վերաբերմունքը, այլ իրավական առումով ինչ է սպասվում իրեն։ Կամ ասենք Ռուսաստանում են տերոր, որ արել էին, մտել էին բանը հսկայական տարգովի ցենտրը ու այդքան մարդկանց են կրակեր սպանել։ Հիմա Ռուսաստանում մեկը լինի, ասի այո, հենց այդպես է պետք է, մի խոսքով դա լավ ակցիա էր։ Ոնց եք պատկերացնում, ոնց ձեր սիրելի Ռուսաստանում իրավական ինչ պատասխանատվության կենթարկվի նման անձնավորությունը։ Եվ այստեղ իրավաբանների մի հատ հարց նաև էլի որպես քաղաքացի, ես ճիշտ է այդքան օրենքներից այս վերջերս շատ եմ ընթերցում, բայց ոնց որ թե այդքան էլ այդտեղ չեմ հասել, էլի։ Նման պարագայում Հայաստանի Հանրապետությունում տերորիզմը սատարողին, տերորիզմը իրականացրած անձանց արդարացնողներին
ինչ որ քրեական պատասխանատվություն կամ առհասարակ պատասխանատվություն ենթադրվում է թե ոչ։ Ու այս ամենը գիտեք ինչից է գալիս։ Գալիս է նրանից, որ երբ որ եղավ հոկտեմբերի 27-ը, հոկտեմբերի 27-ից հետո ոչ միայն իրավական գնահատականներ թերի, մենք բոլորս շատ լավ ծանոթ ենք, այդ գործը ինչ կերպերով է բան արվել, ասած մի կերպ փակվել եւ իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ոչ միայն իրավական առումով էր հոկտեմբերի 27-ը թերի դատարաններում, այլ բարոյական իմաստով էր թերի դրա քարոզը։ Մենք 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ըստ էության որպես քաղաքացիներ, իսկ շատերը քաղաքական գործիչներ, պատասխանատու պաշտոնյաներ եւ այլն, ըստ էության մենք պետությունը հանձնեցինք մեր դեմ տերրոր արածներին։ Մեր դեմ, որովհետեւ պետության դեմ տերրորը դա բոլորիս դեմ տերրոր է։ Հասկանում եք, դա այտենց ինչ որ ենթադրություն չի, դա նույնական է։ Ու մենք այդ տերրորը կուլ տվեցինք ու պետությունը հանձնեցինք տերրորիստներին։ Թույլ տվեցինք նրանք դրանից հետո մի 20 տարի միահեծան իշխել։ Ինչի արդյունքում ունեցանք այն, ինչ որ ունեցանք։ Այդ ամեն ինչի արդյունքում ենք դա ունեցել։ Հասկանում եք։ Ու այսօր ինչ որ երիտասարդներ բուծված, եթե չեմ սխալվում, Սույն Ազնավուրությունը Վազգեն Մանուկյանի աներձակի տղեն է, թե ինչն է, բուծված երիտասարդներ, երևի ընտանեկան sense վեճիրինկաների ժամանակ Վազգեն Մանուկյանը իր Գերդաստանի երիտասարդներին կամ երեխաներին փոքր ժամանակվանից ուղեղների մեջ դնում է, որ հոկտեմբերի 27-ը լավ բան էր, որ տեղի ունեցավ։ Դասիրակություն է երևի այդպես, չգիտեմ։ Այնուամենայնիվ, բաց երկնքի տակ 4-5 տարի մենք տեսել ենք տերրորի քարոզ։ Ուրեմն, մի հատ էջ կա դուխով վերնագիր, եթե չեմ սխալվում, դա ժամանակին Վանեցյանի հետ էր կապված։ Տեղադրել է քաղաքացիների, խնդրեմ։ Լրագրողները հարցեր են տալիս քաղաքացիներին, քաղաքացիները պատասխանում են այնպես ու այնքան, ինչքան որ գիտեն ու ինչպես որ գիտեն։ Բայց գրառումը հետևյալն է, զոմբի պրոմաքս էլի, յանի զոմբիներ են այս մարդիկ։ Ես հասկանում եմ, որ ձեր լեզվամտածողության մեջ դա վաղուց է մտել, բայց մի խորհուրդ տամ ձեզ, էլի։ Այստեղ մի քիչ կարող կոպիտ լինեմ, այնպես որ դա դեռ այդքան էլ համարժեք չի ստացվում, բայց չափազանց կոպիտ էլ ինձ թույլ չեմ տա։ Ուրեմն նայեք։ Ես հասկանում եմ, որ Սերժին ու Քոչարյանին այնպեսի ճակատագիր է բաժին ընկել, որ հայ ժողովուրդը նրանց ատելով ատում է։ Ատում է պարզապես։ Մաքսիմում ձեռք բերումը, որ արհամարում է։ Հա։ Եվ չկա հանրության մի շերտ, ով փառաբանում է նրանց։ Ну, կա, բայց այդ լրագրողական համայնքը կամ նրանք, ովքեր որ այդտեղ ունեն որոշակի աջակցություն, ֆինանսական կամ կենցաղային, տնտեսական, չգիտեմ։ Հասարակության շերտ, հասարակ քաղաքացիներ չես գտնի, ովքեր որ այո կկանգնեն ու ասենց կպաշտպանեն ու ասենց կսիրեն էլի իրանց, հա։ Եվ դերևս առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիներ կան, ովքեր իրենց ղեկավարին, իրենց ղեկավար լինելու օրոք անշահախնդիր չունենալով ոչ մի անձնական շահ, հարգում են, սիրում են, պաշտպանում են։ Անկախ թե նրանից թե ով է այդ ղեկավարը, այս դեպքում Նիկոլ Փաշինյանն է, վաղը մյուսօր ուրիշ մարդիկ էլ հնարավոր է լինեն։ Անկախ նրանից ով է, դա հետաքրքիր երևույթ է։ Անձամբ ինձ համար հետաքրքիր երևույթ է։ Ասենք օրինակ, հիմա թիմ ընտրություններ, հա, թիմ ընտրություններում եթե միտեղ ընդդիմության ներկայացուցիչ հաղթի ու հաղթի, որովհետև իրեն սիրում են, դա ինձ համար կլինի հետաքրքիր երևույթ, երբ որ գնամ ես տվյալ վայր ու ինձ ասեն թե ինչքան լավն է իրանց ղեկավարը։ Ես ինչ պիտի նրանց գնահատեմ որպես զոմբի, թե գնահատեմ մարդկանց, ովքեր որ հարգում են իրենց ղեկավարին, սիրում են իրենց ղեկավարին, որովհետև ունեն դրա համար որոշակի պատճառներ, թեկուզ իրենց պատկերացման։ Թեկուզ այնպիսի պատճառներ, որոնց հետ կարող ես համաձայն չլինեմ։ Ամեն դեպքում դա այս սրանք հենց այդտեղ են հարվածում, հենց այդտեղ, որպեսզի մարդկանց հունից հանեն։ Հասկանում եք, մարդկանց վիրավորելով փորձում են հունից հանեն, հետո կանգնում են միկրոֆոնի մոտ, ասում են ժողովուրդ ջան, մեզ ձեն տվեք։ Ախր դուք ո՞ց կարող եք էլի ձեն ստանալ քաղաքացուց։ Այն Գեգամ Մանուկյանը աչքովս ընկավ, դա արդեն շատ եմ լսում նման խոսույթ, թե բա ասում է, այս որ ասֆալտ ապատում են կամ դպրոց են կառուցում, սրանք նախընտրական բանի համար է, էլի, յանի դեմոնստրացիաները դրա համար արագ բանակը, ասում է բանակը որ տարուկես են սարքում, այդ նախընտրական բանի համար, ասենք, ապուշեք դուք։ Նախ 5 տարի շարունակ այս մարդիկ գործ արել են։ Երբեմն այնքան որակով չի ստացվում, որը որակով չի եղել։ Դուք չեք գնացել ստուգել, Փաշինյան անձամբ է գնացել ստուգել, դուք մի բան էլ դա էլ եք ծաղրել։ Հասկանում եք, 5 տարի գործ են արել։ Բայց ի՞նչ է նշանակում, անում են որ վերարտադրվեն ընտրությունները։ Հա, բա նայե, բա քաղաքական թիմը դրա համար է քաղաքական թիմ, որ երբ որ իշխանություն, հա,
իր պարտավորությունները լավ իրականացնի, որպեսզի ունենա հնարավորությունների քաղաքացիների քվեին արժանանալու, ոչ թե գնալու Մոսկվայից դաբրո բերելու, այլ ըստ մեր սահմանադրական կարգի արժանանալու քաղաքացիների քվեին, հա, բա դուք տեղյակ չեք, որ 20 տարի իշխում եք միահեծան ձևով ուզուրպացրել եք բանը երկիրը, դուք տեղյակ չեք, որ պիտի աշխատեք, որպեսզի ոչ թե սպասեք Մոսկվայի դաբրոյին, այլ արժանանաք քաղաքացիների գնահատականին։ Ասենք այդ աստիճան ասենք ամեղսունակ եք ձեզ կարծում, ասենք չգիտեմ ինչի տեղ եք ձեզ դրել։ Ու մարդիկ էլ կան որ սրանք հա ճիշտ է, այլ ինչ։ Բա պիտի որ ընտրվի 26-ին եթե կարողանան մեծամասնություն հավաքել, դե մի 5 տարի էլ են տես կողծրած գործ անելու, բա ինչ են անելու։ Ես հասկանում եմ ձեր անհանգստությունը որտեղ է։ Ձեր անհանգստությունը գիտեք որտեղ է։ Որովհետեւ դուք հիանալի հասկանում եք, որ տասնամյակներով չնորոգված ճանապարհի ամեն մետր ասֆալտի հետ թաղվում է ձեր քաղաքական կերպարը, ուղարկավորվում է ձեր քաղաքական կերպարը։ Ամեն մի նոր կառուցող դպրոցի ֆունդամենտի հիմքում այդ բիտոնի մեջ թաղվում է ձեր անտարբերությունը, թաղվում է ձեր վերադառնալու հնարավորությունը։ Հասկանում եք։ Ես ասում եմ 45 տարեկան տղա եմ։ Վերջին 5 տարիներին եմ լսել, որ Հայաստանի Հանրապետության որևիցե վայրում գրադարան կառուցվի առհասարակ։ Գրադարան։ Հասկանում եք, գրադարան կառուցվի։ Հիմա ես երկու վայրում առնվազն գիտեմ, որ կառուցվել է, եթե չեմ սխալվում, անգամ վերջացրել է։ Ես թող լինի նորմալ առողջ ընդդիմադիր ուժեր թող լինեն։ Ես բնականաբար կփորձեմ օբյեկտիվ գնահատել նրանց այս կամ այն խոսույթը, անգամ բանավեճերը իշխանության հետ փորձեմ մաքսիմում օբյեկտիվ լինել։ Բայց երբ որ դուք եք քաղաքական ընդդիմություն հանդես գալիս, օբյեկտիվ ամենաօբյեկտիվ բանը այն է, որ մենք ձեզ ասում ենք սրիկաներ օրինակ, հա։ Դուք նախկին եք, դուք փտախտ եք, դուք եք ժողովրդի կործանումն եք։ Ու բերել եք այդ կործանումը մեր գլխին։ Կամ Իշխան Սաղաթելյան, ես պիտի մի երկու բառ գիտեք ինչ ժողովուրդ, ես հասկանում եմ այս անունները շատերիդ մոտ ձանձրույթ անգամ կարող են առաջացնել, բայց սա սրանց քարոզչա մեքենայի այն կետերն են, որոնք որ առաջ են փորձում բրտեն։ Ուղղակի այս դեպքում իրանց դեմքով են անում, դրա համար եմ ես իրանց անունը տալիս ու անդրադառնում, հա։ Հա ասում է, բանը երկիրը տալիս են թուրքերին, մաս տալիս են թուրքերին, գնում խոսում են թուրքերի, սրանք թշկամիջոցս բաներ է խոսում, հեսա։ Բայց կներեք, եկեք մի հատ իրար հետ լսենք, ու ես մի երկու բառ պիտի ասեմ, էլի չի լինի սենց։ Պատվիրակությունը, որ գնացել է Ադրբեջան ու վերադարձել է Ադրբեջանի շահերը առաջ տանում Հայաստանում, դրանք հայ ժողովրդի, հայկական պետականության, մեր ինքնության հետ որևէ առնչություն չունեն։ Դրանք ազդեցության գործակալներ են, որ սպասարկում են պետությունների շահերը։ Իմիջիայլով այստեղ միակ լավ բանը հենա, որ արդեն սկսել են բացահայտ այդ ամեն ինչը անել։ Հետևաբար, երբ որ ամեն օր հանրային հեռուստաընկերության, հայկական ժամանակի, սիվիկների եթերով այս գործակալական ցանցի ներկայացուցիչների ազդեցության հարցազրույցներ են ունենում, պետք է հասկանան իրենք որ պետությունն են ներկայացնում Հայաստանում։ Ասում են Հաջիևը մեզ փոխանցել է, թե Բայրամովը, թե Հաջիևը, որ գնացեք հայ ժողովրդին փոխանցեք, որ պատերազմ չի լինելու։ Տարածքային բաժներ չկան։ Դե լավ, մենք դուրս բերեք Հայաստանի տարածքից ձեր զորքերը։ Չեք բերել։ Այս ամեն ինչի նպատակը ուզում եմ հստակ լինի։ Հետևյալն է. Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը իր քայլերով եւ գործողություններով անում է մեկ բան՝ լվանալ Ալիևի այրոնոց ձեռքերը եւ լեգիտիմացնել այն էթնիկ զտումի ցեղասպանությունը, որ տեղի ունեցել Արցախում։ Никто не решает. Իմի նախ հանրային հեռուստաընկերություն ձեզ են հրավիրում, դուք չեք գնում, 1000-ից մեկ եք գնում, որովհետև վախենում եք։ Երկրորդ, դուք ունեք ձեր լրատվական միջոցները, որոնց առաջ ձեր քաղաքական առաջնորդները եւ դուք ամենօրյա ռեժիմով սկսել եք գվգվալ, այն ժամանակ առհասարակ չէիք խոսում։ Սիրիկեյը քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական էջնա կներեք էլի, ասենք որ ձեր մասին չի խոսում։ Հայկական ժամանակն լրատվական մի հատ կայք է։ 30 բան 45-ը մենակ ըստ Անժելա Թովմասյանի դուք ունեք կայք։ Ինչի մասին է խոսքը։ Նախ էսի անցանք։ Ով է Ալիևի ձեր անունը ձեռքերը լվանում, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նարեկ Կարապետյանը, վերջերս Նյու Յորքում, երբ որ ասում եք, որ բանա պատերազմը բերեց Նիկոլը եւ բանա Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության էթնիկ զտման մեղավորը նույնպես Նիկոլ Փաշինյանն է։ Դուք այսպես տևական ժամանակ լվանում եք բան։ Հետո ասում եք դե թող զորքերը դուրս բերեն, ասեմ։ Զորքերը հայտնվել են այդտեղ, որովհետև Արշակ Կարապետյանը ձեր հետ ու ռուսների հետ աֆիլիացված, հիմա Ռուսաստանից շուշուտ է սիրում եթերներ անեն։ Քրեական գործը կա, իհարկե ամերիկյան կանխավարկած չեմ խախտի, բայց բոլորը շատ լավ հասկանում եք, թե այդ ժամանակ դուք ինչ էիք դրթում Ալիևին, սա շատ լավ հիշում ենք։ Բագրատյանի մասին էլ չխոսեմ։ Դուք ինչ էիք դրթում Ալիևին, ինչ էիք ցույց տալիս, որպեսզի նա լեգիտիմացվեն նրա գործողությունները եւ նա փորձի գնալ արկածախնդրության այդ ճանապարհով, հա։ Գումարած սրան, դուք անգամ
սատարում եք, կրկնում եք, նույն ձևով կրկնում եք ադրբեջանական քարոզը, երբ որ հայ քաղաքացիներին ասում եք, այ հեսա թուրքը կգա կմտնի ձեր տուն։ Հիշում եք 20-21 թվականներին, այսա կգան ձեր մերերին կբռնաբար մարդիկային եսի ուր էին ասել արդեն ֆանտազիաներով։ Այ եթե դուք ընտրեք այս թուրքերը կգան, թուրքերը կմտնեն ձեր տունը, թուրքերը կմտնեն ձեր տունը։ Թուրքերը չեն մտել մեր տունը, ասեմ ավելին, սահմանագծում եւ սահմանազատվում են որոշ հատվածներ, մնացածն էլ արվելու է, սա։ Բայց թուրքերը մտան այն մարդկանց տները, խոսքը Արցախի մասին է, որտեղ որ դուք հեղաշրջում իրականացրեցիք, որը որ հայտնվեց ձեր ձեռքում։ Այդ հատվածը շատ արագ մտան թուրքերը, որովհետև Արայիկ Հարությունյանի մաշկի լույսը չի Արցախի նախագահ, ով հիմա գերության մեջ է, ու չի եղել, բայց Արայիկ Հարությունյանը լեգիտիմ ղեկավար էր եւ Հայաստանը կարողացել էր ստեղծել հնարավորություն, որպեսզի հանդիպում կայանա Արայիկ Հարությունյանի ու Ալիևի միջեւ։ Երբ որ Ալիևը պարատակոլով գնում էր Արայիկ Հարությունյանի հետ հանդիպան, դա նշանակում էր, որ Արցախը դարձյալ դառնում էր հակամարտության կողմ, վերադառնում էր բանակցային սեղան։ Հետագան չգիտեմ ինչպես կլիներ, բայց արդեն այդ պարտված ու ցաներ իրավիճակում կարողացել էին հասնել այս մարդիկ դրան։ Հասկանու՞մ։ Դուք արեցիք հեղաշրջում, դելեգիտիմացրեցիք ամենը, մինչև հեղաշրջումը դուք համանadrություն փոխել տվեցիք։ Իմիջայլոց այնտեղի падգամավոր կոչեցյալների ճնշումների ներկայ է ցախտերի ունեցել, որոնք բոլորը գրեթե ներկայ են ձեր կազմակերպած հանրային լսումների ժամանակ ու ելույթեր փորձում էին ունենային, էլի։ Դրանք ձեր ուժերն են, ձեր ախպերություն, ընկերություն եւ այլնն։ Դուք հասակ դրան, որ համանadrության մեջ այդ կետը փոխեց, արդեն խարխրվեցին Լեռնային Արցախի հիմքերը։ Դրանից հետո հասակ նրան, որ Արայիկ Հարությունյանը նախ շատ ճնշված լինի, բանակցություններ հանկարծ չստացվեն, ոչ մի կերպ բան չստացվի, ոչ մի կերպ չեք աջակցել դուք նրան, որևիցե գործողության մեջ, հակադրել եք Արցախը Հայաստանին շարունակաբար, անընդհատ, եղել է դա մամուլի ասուլիսների տեսքով, ամենատարբեր ձևերով է եղել, ել չեմ ասում Արցախում նստած այստեղ կառավարության իշխանության հասցեին ինչեր գրել, դա ձեր դասերություն, ձեր գործը, ձեր ցանկությունն է, բայց այդ իրավիճակում այդպիսի պահվածքը падգամավորների կողմից սա առնվազն ինքնասպանության փորձ էր, որը տեղի ունեցավ։ Հետո դուք արեցիք հեղաշրջում, իրականացրեցիք հեղաշրջում։ Հետո լայն բերաժպիտներով ասում եք, այո, վերջապես Արցախը փրկված է, դե հասկանալի է, որ դրան նախորդել են ռուսների հետ հարաբերություններ, զանգեր, այս կողմ մենք Մամիջանյան հայկեր ասում, մենք հիմա իդեմս բանի Ռուսաստանի ունենք հիանալի դաշնակից բան, վերջ, էլի են, որ իբր վերջացավ ամեն բան։ 10 օր հետո Արցախը հանձնվեց։ Երբ այն պահից, երբ որ ձեր ձեռքում հայտնվեց փոքր հայկական, թեկուզ փոքր, բայց հայկական հողակտոր, այդ ժամանակ դա հանձնեցիք թուրքերին։ Ձեր կառավարման ժամանակ նույնպես հանձնել եք։ Հանձնել եք ամենատարբեր չստացված բանակցություններով եւ առանց KGB-իշխնիկները ոնց կարող են լինել քաղաքական գործիչներ, չեն կարող։ Նրանք չստացված քաղաքական գործիչներ են, ինչպես են Քոչարյանն, դաշնակցական կառույցն, Սերժիկն, Սարգսյանն, մյուսն։ Չեք կարող դուք լինել քաղաքական գործիչներ։ Հետևաբար ձեզ հանձնած որևիցե իշխանության կամ թեկուզ նախարարության տեսքով մի հատ պորտֆել եթե ունեք, դա ճակատագրական կարող լինի։ Ժողովրդի համար ու եղել է ճակատագրական եւ Արցախ այո հանձնել եք դուք հիմա ամենտեղ նստել վեր կնալ ասել որ այսօրվա իշխանությունը ասի կներեք 1000 անգամ ձեր սուտը ասելով դա բան չի դառնալ որովհետեւ միևնույնն է իրադարձությունները բոլորս լավ հիշում ենք ես հասկանում եմ որ KGB-ի դպրոցն անցած որոշ կատարածուների սխեման դպրոցական զադաչան հետեւյալն է էլի որ մի քանի ամիս չես խոսում դրա մասին ու բոլորը կմոռանան որովհետեւ հանրության հիշողությունը 3-ից 6 ամիս է այդ ասեմ ընդհանրական հիշողությունը հա դուք դրա վրա հենց աշխատում եք այստեղ ինստիտուտների աշխատանքներ ա գնում մեխանիզմները սա հաշվարկած է ժողովրդյան դրված է Հիմի այս անձնավորությունը էլ ինչի մասին ուզում խոսել չենք հասկանում չենք կարող Ադրբեջան, հա, ադրբեջանցիները այդ ժամանակները բանը պատերազմի ժամանակ հատկապես բան էին անում, չէ, տարածում էին տեսանյութեր, իբր հայ քաղաքացիներ, ազգությամբ հայ զինվորներ, իբր փախնում են, դե սարքած վիդեոներ էին իհարկե, իբր փախնում են գոռալով ժողովուրդ, փախեք, թուրքն եկավ, թուրքը կյամա, տարբեր բարբառներով իմիջիայլոց, չգիտեմ, ձեր աշխով ընկելա, թե չէ, ես շատ ուշադիր եմ եղել ընկելա։ Սա ռազմական գործողությունից առաջ խոճապ առաջացնող մեթոդներից մեկն է, հարյուրավոր մեթոդներից մեկը։ Այս նույն մեթոդը իրենք Հետ պատերազմյան Հայաստանում շարունակեցին կիրառել։ Հեսա թուրքը գալու է, հեսա թուրքը մտնելու է ձետուն, հեսա լինելու, հեսա լինելու։ Հասկանում եք։ Ահա թե դուք Ադրբեջանի Ալիևի հանձնարարականները Ալիևը հիմի Հայաստանի հետ խաղաղություն էր ուզում, մինչև օգոստոսի 8-ը։ Նա ինձ ասեք, Ալիևը խաղաղություն էր ուզում։ Այդ որ ասում եք արժանապատիվ խաղաղություն էր, բայց ո՞րն է արժանապատիվ խաղաղությունը, երբ որ մեր հակառակորդին պարտադրված է, որ ինքը պիտի Հայաստանի հետ խաղաղության գնա։ Այլ կերպ իրավունք չունի տարածքում տարածաշրջանում գործելու։ Սա արժանապատիվ խաղաղության մի տեսակ, չէ՞, ո՞րն է այդ մյուս արժանապատիվ խաղաղությունը։ Մենք ասեք տեսնենք։ Դուք հիմա ձեր գործողություններով ու ձեր հրապարակումներով հակառակն եք բանանում։ Թե ստացվում է այնպես, որ ձեր մեկնաբանությունների տրամաբանությամբ եթե գնանք, ստացվում է, որ Ալիևը Հայաստանին խաղաղություն է պարտադրում։ Ալիևը Հայաստանին խաղաղություն երբեք չի պարտադրել։ Ալիևը Հայաստանին պատերազմ է պարտադրել։ Եվ դրա առաջամարտիկները միշտ եղել եք դուք։ Դրա կողմերը հայկական իրականության ներսում, որպես 5-րդ շարժառություն իրականացրել եք դուք։ Ու բոլորիս աչքի առաջ, բոլորիս Բայց Հայաստանը չի գնացել այդ ճամփով, չի ենթարկվել, հա?
Եթե ձեզ լսեն, մենք ինձ Հայաստանի շատ մեծ հատված առասարակ ամբողջ Հայաստանը կորցրեցին ենք։ Ալիևը եթե Հայաստանին ինչ որ բան պարտադրել է, դա պարտադրել է պատերազմ։ Հայաստանը գնացել է խաղաղության ճանապարհով, շատ դժվարությամբ, քաղաքացիների համարանքին արժանանալով, ձեր քննադատություններին արժանանալով, արնեցքների, հայոյանքների արժանանալով ուպոր գնացել է դրան։ Խաղաղության։ Հիմա էլ դուս եկեք, չէ, մենք ենք ասում խաղաղություն, բայց արժանապատիվ, դո լավ է։ Դո լավ, ով է խոսա արժանապատությունից, տեսնում են ձեր արժանապատության, մակարդակը քերականիկ, դոպուկ սեպազաննա։ Վերջ։ Սա է իրականությունը։ Սա է իրականությունը։ Գիտեք, իսկապես ասելիք կամ այստեղ նայեք էլի։ Ասենք դուք գիտեք, ես ժամանակ առ ժամանակ քաղաքապետին շատ եմ անդրադառնում նրա գործունեությանը եւ ինչի հետ համաձայն չեմ լինում, ինձնից կոպիտ ոչ մեկ չի բանանի։ Բայց անդրադարձ քաղաքապետն է, մարդը դու չեն կարող լավ բաների առաջ աչք փակել, չէ՞, ասենք չասել դրա մասին։ Քննադատում օբյեկտիվ է մոտենում բոլոր նրանց, ովքեր քննադատողական մոտեցում ունեն։ Արա բայց էսի լրագրողի շնորհիվ, կամ մտնայեք էլի։ Համացանցու տարածել Ավինյանի սկսած կանգնել։ Ո՞ր Ավինյանի չէ՞, սա ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմից վերել է։ Բայց լավ դուք լավ եք։ Ո՞ր Ավինյան, հələ հանգով չեք գալիս այստեղ պատարակի։ Մի հատ քաշ կասեք։ Ոչի։ Բա ինչ է բոլորը եկել։ Ինչ օրինակ ուրիշ տեղ չեք։ Այ մի րոպե խնդրում եմ։ Սպասի ես իմ ճիշտ տեղը հրավիրեմ նորից։ Այո, մի րոպե։ Այստեղ է ձեր տեղը, պարոն Ավինյան։ Մի հատ այսօր կնայեք, պարոն Ավինյան։ Այս է սիրուն կուրտոմի հատ այսօր կնայեք։ Պարոն Ավինյան, ինչ է քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմի վերել այստեղ պատարակի։ Որ փաշիները չկա չեք գալու։ Չէ, հարց եմ տալիս։ Ինչ օրինակ Սյունիքի մարդ չեք գնում պատարակի։ Կամ Երևանի այլ եկեղեցի։ Տարօրինակ է համարվում, որ Երևանի քաղաքապետը եկել է պաշտպանքի Երևան քաղաքում, նաև որին մասնակցել։ Տարօրինակ եմ համարվում, որ փաշիները ուր գնում է, դուք եք գնում ամբողջ թիմով։ Այդ է տարօրինակ։ Որովհետև Ավինյանը, ըստ Երեն Ավինյանը փախնում է էկրանից, Ավինյանը չի փախնում է էկրանից, Ավինյանը պարզապես տգետ հարցերի չի ցանկանում պատասխանել, ինչ են ասում, նայ։ Բաբանա, քաղաքապետարանի աշխատողներին եք բերել պատարակի։ Նախ ասեմ, գործընկերների հետ եկել մի քաղաքապետարանը իր ենթակայության տակ ունի 32000 աշխատող։ Սա հիշեք։ 32000 մարդ աշխատում է քաղաքապետարանի կուրացիայի տակ, հենց այդ նույն շենքում չէ։ Բոլոր աշխատողները, ովքեր որ քաղաքապետարանից են ստանում իրենց աշխատավարձը, կամ ենթարկվում են քաղաքապետարանի, 32000-ն են։ Հիմա ըստ լրագրողի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում առնվազն 32000 մարդ է եղել։ Բնական է, չէ՞ որ խոսքը աշխատողների մասին չի։ Այդ աշխատողների մեջ կան մի քանի հոգի, այստեղ մի քանի հոգի այնտեղ, մի քանի հոգի այնտեղ, ովքեր որ իրենց մեջ հարաբերությունները լավ ստացվում։ Դու մարդիկ դուք եկեք մի քանի հոգով, մեկ ասել է ես գնում եմ պատարակին, ասել է ես էլ կգամ, հետո ես էլ կարող եմ 3-4 հոգով էլ եկել։ Աշխատողներին ինչի եք բերել։ Հիմա ես հանրային օրակարգի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ եմ։ Հիմա ես եթե գնում եմ պատարակի ու մեր հոպի բանը ներկայացուցիչներից մի քանիսը հետս գալիս են, նշանակում ես եմ իրանց բերում, ոչ այդ մարդիկ ցանկություն են հայտնում գալու գալիս են։ Մեր հոպի անձնակազմը ավելի մեծ է, գալիս են մի քանիսը։ Մեր մի քանիսը առասարակ եկեղեցի, sense մատերիալանքով են նայում, ինչը Կտրիշ Ներսիսյանի բերած աղետն է իմիջայլոց։ Հիմա կապել եք, բայ ասում է ուր գնում է ձեր թիմով գնում եք, դուք գնել եք, ասեք կուսակցություն, հա։ Հա, ուր գնում է թիմով գնում են կամ մի մասը գնում, հա, իմիջայլոց։ Եթե դուք կարծում եք, որ այ ուր գնում է Փաշինյանը թիմը հետ է գնում, այստեղ էլ մի հատ ապուշ բան եք անում, ի վնաս ձեզ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի մոտ 5000 անդամ։ 5000 կուսակցական, այդ մենակ կուսակցական։ Այդ կուսակցականների ընտանիքները դեռ չեն քաշվում նրանց միջավայրից, ընկերներից, չեն քաշվում աջակիցներին, ովքեր դեռ կուսակցական չեն, բայց իրենք աջակիցներ են ու գրանցված են դիմումատուներ են եւ այլն եւ այլն։ 5000 կուսակցական։ Այսինքն լրագրող ջան, դու ես ասած այդտեղ 5000 հոգի մարդ կար։ Բախեք հետո հաջորդ բանը ասում դե մի քանի 100 հոգի են գալիս։ Ինչի համար։ Ասենք որն է գալիս են այո, նաեւ Նիկոլին աջակցող կամ իր կուսակից ընկերներից նրանք ովքեր որ նաեւ այսպես թե այնպես եկեղեցի պիտի գնային ընկերակցում են, այդ ինչ եկեղեցում, ինչ կա։ Դուք ձեր թիմակիցներին կթողնեիք միայնակ։ Ասենք դուք ունեք այդ դասիրակությունը, ձեր թիմը, ասենք ձեր գոլեգաներին կամ ձեր աշխատավայրի գործընկերներին միայնակ կթողնեիք։ Գնում այն մարդիկ էլ ուզում են գնամ, քեզ ինչ։ Իմիջայլոց համանadrությունը Հայաստանի Հանրապետություն, ասում ոչ միայն ազատ խոսքի մասին, այլ նաեւ ազատ տեղաշարժի մասին, տեղյակ ես թե չէ։ Դե ապուշ դուրս տալով է, էլի։ Ցանկացած քաղաքացի իրավունք ունի ազատ տեղաշարժվելու Հայաստանի Հանրապետության տարածքով։ Դու ով ես այդպես հարցես տալիս։ Բայց դու խի եկե։ Ասենք հիմի որ դու այդտեղ քեզ ով էր բերել։ Փաշինյանն էր բերել, թե Ավինյանն էր բերել։ Ով էր քեզ բերել այդտեղ։ Որ ես լրագրող եմ, ես եկել էի լուսաբանել։ Ու ինչ լուսաբանեցիր։ Չլուսաբանեցիր, է։ Ուրիշ բառեր չեմ ուզում օգտագործել։ Ցնդաբանություն է, էլի, ցնդաբանություն։ Ոչ եմ ասում։ Մտա նայում եմ, ուզում եմ հասկանամ, լավ։
Վերջը։ Խառը տեղերից խառը խոսում են, որի տրամաբան, ահա, Ռուբեն Ռուբինյանն է հրապարակել։ Խնդրեմ, ես չեք դուք լրագրողները։ Խնդրեմ, Ազատություն բանը, կայքը հրապարակել է այս նկարը, ժողովուրդ ջան։ Այդ որ բան եղավ, հրդեհները եղան։ Ինչ ա գրել վերնագիրը։ Դիլիջանի այրված անտառները թռչնի բարձրությունից։ Ուրեմն, սա անտառապատ տարածքը չի։ Սա բլուր է, որտեղ խոտ է աճել, վառվել է, լավ բան չի եղել, որ վառվել է, սա վառված անտառ է։ Դուք այդ ձեր բանով Ազատություն ռադիոկայանում գոնե մի հատ Google-ով search անեք, տեսնեք վառված անտառը ոնց է դիտվում, էլի, ոնց է դիտվում։ Դե այնքան որ sense նեգատիվը լցնեք, տերերը հրահանգել են, ոնց կլինի հանկարծ չլսենք, հա։ Իհարկե։ Սարսափելի է, սարսափելի։ Մարդիկ ասում են, ախպեր ջան, իմիջայլոց, դուք ուշադիր եղել եք քահանաները երբանից սկսեցին զեղչել կաթողիկոսի անունը, երբանից, ուշադիր եղել եք։ Սկզբում Տեր Արամը չեմ հիշում, Տեր Արամինը մի քիչ տարբերվում է բոլորից, հա, ընդհանուր առմամբ։ Բայց երբ որ արդեն եղավ եպիսկոպոսաց ժողով, երբ որ տարածվեցին հայտնի տեսանյութերը Սիրավեպի մեղմ ասած, շուրիկ-մուրիկ լվալու տեսանյութերը, դրանից հետո եղավ ժողովը, պահանջ եղավ, որ այսինքն պահանջը չպիտի լիներ, պահանջը չպիտի լիներ, դա արդեն շատ արագ պիտի այդ հարցը լուծվեր։ Ասեմ, դիվանապետը Արշակ, եկեղեցու երկրորդ մարդն է։ Եթե Արշակը չէ, վաբշե, առաջինը լինում կաթողիկոսն է, դիվանապետը եկեղեցու երկրորդ մարդն է։ Եկեղեցու երկրորդ մարդը, եսիմ ինչ։ Հավաքում ասում են, սա վնասում է եկեղեցուն, մեր բանը գցում է, հեղինակությունը եկեղեցուն գցում է, հասկանում եք սա ինչ է։ Հեռացրեք կարգալույց, արեք, չախպեր, պահում է, ատամներով պահում է։ Դրանից հետո քահանաները իսկապես սկսեցին բանել, իսկ ինչի պետք է դրա պատճառով իրենք էլ նույնականացվեն նման սրիկաների հետ, ինչի համար։ Որոշեցին, այո, իրենք հենց այդ կերպով զեղչելով կաթողիկոսի անունը, իրենք բողոքի ձայն են արտաբերում։ Ասում են, որ այո, հենց այսպես է։ Մենք զեղչելով այդ անունը փրկում ենք հենց եկեղեցին, վերջնական խայտառակումից։ Այդպես են փրկում եկեղեցին։ Անկախ նրանից, թե ում անցյալը որքանով ինչերի մեջ թաթախված կլինի, դրանք հետո կքննարկվեն։ Այդ դրանք էլ կքննարկվեն իրանց քննարկվելիք ժամանակահատվածում։ Այսօրվա դրությամբ սա խայտառակություն է, որը պիտի լուծվի։ Ու պիտի լուծվի Կտրիշ Ներսիսյանի հրաժարականով ու Արշակի նման սրիկայի գործից ազատումով, հեռացումով եկեղեցուց։ Այլ կերպ չկա սրա։ Չէ, ասում մենք պաշտպանում ենք եկեղեցին, ախպեր Արշակն մեր սրբությունը։ Բա, հենց սրան նայեք։ Ես մոռացել եմ, ախր։ Անան Մկրտչյան։ Վայ։ Անգելի հայրենակիցներ, ուզում եք իմանալ ինչը չի կարողանում Գերաշնոր Արշակ Սրբազանին ներել Դավաճան Նիկոլը։ Ուրեմն դիտեք այս դրվագները։ Կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը նզովյան պիտի լինի սերնդեսել։ Մենք տեսանք, թե 18 թվականին երկիրը բարեփոխելու իրենց ջանքերը ինչ հանգեցրեց։ Երբ որ իշխանությունը դառնում է սպառնալիք պետության համար, այլևս 5-րդ շարասյուն մեղադրանքը կորցնում է իր ակտուալությունը եւ բովանդակությունը։ Կորցնում է ջրմատնական մեր հիշողությունը, անիցիալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը։ Բայց ի տարբերություն ինձ, մարդիկ, ովքեր ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուրս չեկող դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Անգելի հայրենակիցներ։ Աստաննա Մկրտչյանի Արշակ Սրբազանը հիմա հետապնդվում է ու Նիկոլը չի կարողանում նրան ներել այս խոսքերի համար։ Ոչ, Աննա Մկրտչյան, խափում ես մարդկանց։ Դու հերթական անգամ խափում ես մարդկանց։ Սրիկայություն ես անում մեր ասած։ Նայ։ Նման խոսույթով 5 տարի խոսել են բոլորը։ Բոլորը, ամեն կարճ ուղեղ հասկացող, չհասկացող սրանից խոսել են։ Բանը սկսել է զարգանալ նրանից հետո, երբ որ Արշակ կոչեցյալը, սրբապիղծը սկսել էր արդեն անդրադառնալ մարդու ընտանիքին, ընտանիքի անդամներին, այ հենց այսպիսի բաներով։ Ոչ թե այս խոսույթն է, սա դեռ հեչ։ Արդեն սկսել էր ընտանիքի մասին գնահատականներ տալ։ Եվ այդպես չի, որ Նիկոլը չի ներում։ Չէ, իրադարձությունները այդպես զարգացան։ Ու տեսանյութերն էլ բոլորս տեսանք։ Ու տեսանք, որ սա սրբազան չի, այսինքն մեկը չի, ով պիտի քննարկի մյուսի բարոյական սահմանները, մյուսի ճշտախոսությունն ու կուսատախոսությունը, այդ մեկը չի։ Հասկացա՞ր թե չէ։ Չնայած լավ եք հասկանում ինչի մասին է։ Բա ցեղասպանությունը բան արեցին այս կողմենքում։ Բա Իշխան Սաղաթելյանին էլ մի հատ վերադառնամ։ Այդ որ ասում ես բաներ են, ագենտներ են։ Բա չենք տեսնում քո դիմումը ԱԱՑ-ին։ Պատգամավոր որպես, պիտի գնաս ու ԱԱՑ դիմում տաս, որպես պատգամավոր էլ չէ։
Դու գիտես, որ ագենտ են, հասկանում ես, դա ազգային անվտանգությունների խնդիր է։ Գնում ես ԱԱԾ դիմում ես տալիս, փաստերը դնում ես դեմ, ասում ես մարդիկ ագենտ են։ Նույնն է այստեղ։ Նա ցեղասպանությունը ուրացած Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հստակ սահմանում է ցեղասպանության ուրացումը ինչ է սպառնում։ Գնում եք, մեկնում եկը գնում եք։ Քնչական հիմքն դնում եք։ Բայց եթե ապուշ հիմք դնեք, որը վարույթ չընդունվի, մի եղած է, որովհետև ձեր ասածը իսկապես իրականության հետ առնչություն չունի։ Ոչ ոք ցեղասպանությունը չի ուրացել, բացի ձեզանից։ Բացի Քոչարյան Ռոբերտից, ով ցեղասպանության դերի թեման անել էր վաճառքի ու ասում էր, այ բանա, եթե ճանապարհը Թուրքիայի հետ բացեն, ես կմիջամտենք մենք բանով, Օսկանյանով, կմիջամտենք, որպեսզի Միացյալ Նահանգներում չընդունվի հայոց ցեղասպանությունը։ Ահա թե ովքեր են ցեղասպանություն ուրացողները։ Եվ հետո այսինքն դուք կարևորում եք Թուրքիայի հետ սահմանի բացումը։ Երկրորդ հարցն էլ էս է։ Հետո գալիս եք այստեղ ասում, «Օ, սահմանները բացվում, որ հեսա թուրքերը գան լցվել»։ Բայց ամեն Քոչարյանը, որ այդ բանին գնում էր, Քոչարյանը Օսկանյանը գնում էին այդ քայլին։ Այդ ժամանակ ձեզ չէր հետաքրքրում, որ թուրքերը կգան կլցվեն։ Այսինքն դուք հստակ գիտակցում եք, որ դա տուֆտ է, տուֆտ։ Ֆուֆլո եք տալ կատանում, հասկանում եք։ Ֆուֆլո եք տալ կատանում։ Այդ դրա համար էլ չի ստացվելու ձեր մոտ ոչ մի բան։ Դուք հայ քիչ պետության թշնամիներից, քաղաքական հակառակորդներից վերածվում եք հայ ժողովրդի թշնամու։ Չնայած դուք ձեր տեսանկյունից հայ ժողովուրդը վաղուց է ձեր թշնամին, բայց հայ ժողովուրդը դեռ ձեզ այնքան էլ թշնամի չի ուզում ընկալի, որովհետև այտենց կարանք առիթը օգտագործենք ու իսկապես ցույց տանք, թե որքան դուք թշնամի եք։ Բայց գիտակից հասարակությունը հասկանում է, որ դա մի քիչ ընդհանուրի համար ձեռնտու բան չի, լավ բան չի։ Ամեն բանը վրթանեսել են բյուրականի քահանան։ Ես դրա մոռացել էի։ Ուրեմն այս վրթանեսը մի անգամ տուֆտած ալի, նո։ Եթե չեմ սխալվում, ուրբաթ թե 5 շաբթի օրը հաղորդման ժամանակ այս ապուշին անդրադառնում եմ բյուրականի քահանան, ոչ ոք կարող անունը մի փոքր սխալվեմ, բյուրականի քահանան։ Ու ասում եմ, այ տղա, օրինակ եմ բերում, հստակ ռեալ օրինակ, վստահաբար այստեղ կլինեն նաև բյուրականցիներ։ Սրանից 10-13 տարի առաջ ես մի քիչ շուտ էի հաճախում բյուրական, լավ ընկերներ կային, էլի կան, բառնեմ իրանց կյանք են, բայց հիմա շուտ չի ստացվում այցել։ Նստած զրուցում ենք։ Զրույցի մեջ ինձ ասում են, ու ես եկել եմ բյուրական շատ վատ ճամփով, այդ ճամփը չկար։ Տրակած ճամփա է, ավտոտ, ասենք, չգիտեմ, կարող է այդպես բարձրանաս իջնելուց ակը գրկած մենակով իջնես, էլի, սա ճամփ է։ Արես, ու դες խոսքի մեջ ասում եմ, բայց բյուրականը ախր սովետի ժամանակ հիշում եմ, կոնկրետ սովետի տուրիստական ուղղություններից մեկն էր, էլի, ես ինչ չա դարել, բացի բան չնա։ Ու այդ մարդը խոսքն եմ հիշում, ասեց գնեմ ջան, այս ճամփի պատճառով։ Դες ասեց են դատախազ մատախազի տները տենում ես, ինչ տենում ես, երկու այդքան դրա տակն է։ Էդի դու մենակ այդ միգնա, դրա տակը իմանաս ինչ երկա։ Բայց ասում եմ, բանը, այդ ճանապարհի պատճառով այն հարցները, որ գիտենք, որ կարող է ձմեռը հղի են, ձմեռը կարող է երեխա ունենալ, արդեն այն հենց իմանում ենք ձյունա գալու, արդեն իջացնում ենք կողքի գյուղ մեր բարեկամների տները Երևան բամար, որ հանկարծ երբ որ ցավերը բռնի, կարողանանք հասցնենք հիվանդանոց, սննդատուն։ Այդ է ճամփեք, պատկերացրեք։ Ասում եմ, բա այդ քահանա կոչեցյալ, այդ ամեն ինչի մասին հեչ ասելիք չուներ, դու քո համայնքի, քո հավատացյալ հոտի մասին հեչ չէիր մտածում, ասենք ինչի չէիք խոսում, հիմա քշտվել մտել եք քաղաքականություն ձեր արևին ու հենց այդտեղ եք տրոհել եկեղեցին։ Ու մի երկու բառեր սիրուն շարադրում եմ իր մեկնաբանության հետ կապված առանց բանի վիրավորանքի։ Էս ապուշ է։ Երբ էր ոնց որ։ Երեք էր, կարծեմ երեք էր։ Այդ ես ինչ մի հատ էլի ժողով էր, չէ՞, բանում, էջ միացնում։ Այս ժողովի ժամանակ մի 30 հատ լրագրող մի լցվել են դեմը, ինքն էլ կանգնած մի բան է խոսում, այն որ մոնոտոն խոսում է ապուշ։ Մի խոսքով իր համար սրբազան, իմիջայլոց վրթանես է քահանա, պաշտոնական հայտարարություն արեց, որ այդ վիդեոները սարքած է։ Պաշտոնական հերքեց, որ կաթողիկոս երեխա ունի։ Հետո մի քիչ հետո ասեց, բայց եթե մարդը 40-50 տարի առաջ կարող է, չգիտեմ, մի խոսքով ես ինչեր էր խոսում։ Այդ արանքը երկու անգամ անդրադառնում է։ Ինձ ասացին, որ Գնել Սարգսյանը անդրադարձել է ինձ, ես ինչեր է խոսում։ Լսի, վստահաբար էսա քեզ ցույց կտամ։ Դու չես պատկերացնում, եթե Գնել Սարգսյանը փորձի կենտրոնանալ քեզ վրա, քեզ հետ ինչ կկատարվի։ Դու չես պատկերացնում դա։ Եթե Գնելը Սարգսյան 2-3 օր շատ չէ, ոչ մի բան չանի ու կենտրոնանա քեզ վրա, հավաքի տեղեկություններ, հասկանա դու իրականում ով ես, դու չես պատկերացնում 3 օր հետո եթերը ինչ կարա լինի։ Դու բացապես կփախնես այդ գյուղը, առհասարակ Հայաստանից կփախնես։ Դու տուպո ես արա։ Կամներ քեզ բան են հացնում, դու գա Գնելը Սարգսյան, ախմախ չես արա։ Չես տենում լրագրողներն էլ դեմդ կանգնած չեն ուզում բարձեն։
ինչ ասել գնել Սարգսյանը եւ այլն, որովհետեւ իրենք գիտեն որ չարժի։ Դու չես ջոկում, որ անգամ նրանք գիտեն որ չարժի, բայց դու որոշում ես նորից բան անես, շարունակես։ Դու ապուշ ես ապեր։ Դու ապուշ ես։ Փորձակնության բաներն էլ կան արդեն։ Այդ վիդեոներն էլ բան, դու բալաբոլ ես, եղավ։ Դու բալաբոլ ես։ Դեր ռուսերենով ասեմ, որ ձեզ ավելի պիզդաբոլ ես դու։ Մուտիլոշիկ պիզդաբոլ ես դու։ Դու տուֆտակ գար ես ապեր։ Անգելեսը քեզ են մատաղանում, դու չես ջոգե։ Քեզ կացել էին մեդան մատաղացու, իրանք գնացել էին իրանց գործին։ Վատ է կարա։ Սրանց հետո անունես չտաս քո պիղծ բերանով, եղավ արա, դու գնա քերակնգան դոմպելու վաղտը կողից մոմ բռնի։ Ապուշը վիրավորակ չի, ո՞նց է վիրավորակ, ապուշը բանա, բնութագրական գնահատական է։ Ապուշ նշանակում է անուշադիր։ Ապը հականա, ուշ։ Ու ես չեմ հորինում, էլի Աճարյանով գրացա։ Վիրավորակ են ուղիղ քֆուրն է, իսկ ավելի սուր վիրավորանքը բանն է։ Արդեն որ խառնում են սրբությունները իրար։ Ու դրանք արդեն երկուսն էլ դատական բան են։ Երկուսով էլ կարաս մտնես դատարան։ Իսկ ապուշի վիրավորանքը ո՞րն է։ Դա բնութագրական գնահատական է։ Պիզդաբոլը նույնպես։ Անգամ ես դրանք չէի ուզենա ասել։ Սա ախմախը կանգնել է, բոլորից նայում է, մոնոտոն ձևով էլ խոսում է։ Իմ հարազատները նա չի կարող, չգիտեմ, ես իմ ինչեր եմ խոսում արա։ Ախմախ կյադա, ինչ գործ ունես արա։ Ոյ, հենց ձերն եմ աններից բա պիտի ազատվի եկեղեցի։ Եթե եկեղեցու պաշտպանը տերորիզմի պաշտպանուն, այսինքն նայ, այսօր այդ ջայլը մի կողմից պաշտպանում է հոկտեմբերի 27-ը, մյուս կողմից պաշտպանում է Կտրիշ Ներսիսյանին։ Այս իրականությունն ունենք։ Այս իրականությունն ունենք։ Ու դա բնական է։ Բնական է, որ Կտրիշ Ներսիսյանին, ով հենց հոկտեմբերի 27-ին էլ կարգվել է կաթողիկոս, խաբելով բոլորին, խաբելով որ ինքը կուսակրոն է։ Բնական է, որ Կտրիշ Ներսիսյանին պաշտպանողը պիտի հոկտեմբերի 27 պաշտպանի։ Ու սրանք դուրս են եկել մեզ են գնահատական տալիս։ Դուք կուզեք հիմա մեկ մտնենք տերոր անենք հելին, դուք պաշտպանում եք նման գործելավոճը։ Եկան ոստիկաններ, դուք նայեք, այս մի տարեկան բանն էլ ասեմ ու երևի սրանով այսօր բավարարվենք ժողովուրդ ջան։ Պատարակը եւ միայն պատարակը չէ։ Ցանկացած ծիսակատարություն չի կարելի խոչընդոտել։ Խոչընդոտելը իրավական գնահատական է ստանում։ Չեմ հիշում, քրեական թե վարչական, սա չեմ հիշում, բայց մի բան հաստատ է, որ այդտեղ պատասխանատվություն է ենթադրվում։ Անկախ ամեն ինչից։ Դու կարող ես քաղաքական ակցիաներ անել ցանկացած տեղ, բայց եկեղեցում, երբ որ գնում ես, անկախ նրանից դու համաձայն ես այդ պատարակի հետ թե չէ, եթե դու քո ակցիան ես իրականացնում, իսկ դա ակցիա է, դա պատասխանատվություն է ենթադրվում։ Իմի ոստիկանները այդ ջայլին հանել են ըտուց։ Ես չգիտեմ, կաղմաս են տարե, հետո բաց են թողել ինչ են արել, երևի էլի այտենց հերթական թավիշ մավիշային դրսևորում կլինի, բայց սա բոլորը իմացեք ժողովուրդ ջան։ Հիմա ծիսակարգ հարամանողը դուրս եկել այսպես Կտրիշ Ներսիսյանն է պաշտպանում։ Կտրիշ Ներսիսյանն է պաշտպանում, գնա վեհարանի մոտ իր դռան դեմը կանգնի, ինչքան ուզում ես պաշտպանի։ Ինչ ես եկել պատարակ վարի տալիս։ Որովհետև դու կարծում ես, որ սա այսպես չպիտի, բայց մենք էլ ակրակն ենք կարծում ապեր։ Հիմա դու դրանով ասում ես, տալիս ես համաձայնություն, են ասողիկներն այսօր դուրս եկել պաշտպանում էր այդ իրավիճակը։ Դուք դրանով մի հատ շատ վատ էլի հակաեկեղեցական քայլ ես անում։ Հակաեկեղեցական քայլ։ Դու դրանով ասում ես, որ կարանք մենք էլ գնանք, այ հենց երբ որ Կտրիշ Ներսիսյանը պատարակ մատուցեցին լուսնի, մեր կարծիքը բարձրաձայն այնտեղ հայտնենք ու ոստիկանները մեզ պիտի չանեն ներսից։ Դուք դա նորմալ կնայեք։ Էսով է։ Ալիկ Աբրանը, էս իմ հետ ես արա։ Ահա, մի հատ էլ է պիզդաբոլ եկել։ Մեկ բջիլ թուլ է։ Ասողիկը երբ է ինձ անդրադարձել, նայարա ջան չեմ տեսել։ Որ խնդրեմ, էդի որ գտնես կուղարկես ինձ մեսենջերով։ Այսօր է անդրադարձել, հա։
Գնա ջան, ջերմուկի եկեղեցու պատարակին նույնիսկ գրքի երեխաները ձայն չեն անում։ Ապշում եմ, թե ինչքան խելոք են պահում երեխաները, ամոթ դրանց որ հանգարին սուրբ պատարակ։ Այո։ Գրքի երեխաների չափել չկա որովհետեւ։ Մի խոսքով ժողովուրդ ջան, եկեք հա, իմիջայլոց նաև էտելացենք ու վերջ, ոսկեպարի եկեղեցու խաչը նորից դրեցին գմբեթին։ Տեսեք, ուրեմն ոսկեպարի եկեղեցին փրկող սրբազան շարժումը, իրականում ջիհադիստական շարժումը, այդ եկեղեցում հա, բանա, իբր հեսա եկեղեցին տալիս են թուրքերին, սահմանազատման, մենք ասում ենք չի կարա տես լինի։ Դա մեր մոտ է մնալու, որովհետև քարտեզները այդպես չեն տանում, այսպես են տանում, մի խոսքով։ Մանիպուլյացիա 45 հատ կայքով լցնում էին օրական։ Այն այսպես բջջի տղեկներ մտնում էին, երբ որ ես ասում եի, այդպես չի կարա լինի, ինձ էին բանանում, վիրավորում։ Բանա, սահմանազատման արդյունքում մնաց այս կողմ։ Այդ նույն եկեղեցի փրկողները այդ եկեղեցում մի գործ չեն արել։ Պետությունը այդ եկեղեցին նորոգում է։ Նորոգման ժամանակ նաև գմբեթն է նորոգում։ Քանի որ գմբեթն է նորոգում, խաչը վրայից հանվել է։ Հանվել է, որպեսզի ծաղանեն, վերջացան խաչը դնեն դեր։ Սրանք նկար ժողովուրդ թերթը, հա, Թագուհին Թովմասյան։ Նայեք ժողովուրդ, բանը, չգիտեմ, խաչը հանել են կաչոկա մեջից են սարքում ախպեր։ Հիվանդ է, հիվանդ մարդիկ են երևի։ Մեկ էլ այսօր տեսա մարդիկ գործը պրծել են խաչը էլի դնում են գմբեթին։ Հիմա սրանք չեմ մտել ասեն կներեք սխալ ենք բան արել։ Ու սենց օրը հազարած սուտ եք խոսում, հազարած սխալ։ Ես դրում ստեղ օբյեկտիվ ասում եմ, մտնում եք ստեղով էլ վիրավորում եք, որովհետև այդքան ոռը չունեք, մտեք նորմալ հետս խոսա, չի կարա։ Չեք ցկի։ Որովհետև դուք ձեր ուղեղը չունեք։ Ձեր ուղեղը մի երկու հատ լրփի լակոտի ձերքերում է եւ իրանք են կառավարում։ Ասում հիմա այս միտքը անում ենք, դնում ենք ըստեղ տեղից անում, դնում ենք լեզվի վրա։ Հասկացա դա։ Այդ մի հազարատը որ ձեր սուտը բռնվել է ու հաս է եղել, մեկը դե չեկել է ներողություն ասել։ Մեկը չեկել անդրադարձել, լավ, ինչ եղավ։ Հա, Քոչարյան վարչապետ, Գուրգեն Այդինյան։ Okay, 26 ընտրություններին գնում ես Քոչարյանի ձեն ես տալիս ախպեր ջան։ Գուրգեն ջան, իմ կարծիքով չափահաս մարդ պիտի լինես։ Կարող եմ քեզ հրավիրել եթերի։ Խոսանք։ Ինձ հետաքրքիր է, հա, պահպանելով փոխադարձ հարգանքը եւ այլն եւ այլն։ Կամ ասենք օրինակ ես հիմա կարամ քեզ ասեմ Քոչարյանի զոմբի։ Դա նորմալ է լինում։ Կամ ասեմ բանա ով Քոչարյան ընտրի թուրքա։ Կարամ ասեմ տենց բան, նորմալ է լինում դա։ Չէ, աննորմալ բան է, չէ, դա վատ բան է, սխալ բան է, չէ։ Ուրեմն վատ ու սխալ բանը բոլորի պարագայում է վատ ու սխալ, սա հիշի։ Ու երկրորդ, իմ հրավերը ուժի մեջ է։ Երբ որ ցանկություն ունենաս, որ մենք sense քննադատենք, քննարկենք, բանավիճենք, չգիտեմ, բայց արգանքի բանը պայելով, ես դա խոստանում եմ իմ մասով, վստահ եմ դու էլ պիտի որ այդքան բանը բանանես։ Դրանք մարդկանց համար երկուսով ամեն մեկս բերենք որպես քաղաքացի մեր հիմքերը, խիենք ասենց մտածում։ Ուտես բանավեճ անենք, համաձայն ես։ Հենց համաձայն լինես, կարող ես իմ հեռախոսահամարը բոլորը գիտեն, բոլոր եթերներում գրեթե կա, Facebook-յան էջում պատին խփածը մի խոսքով ումից ուզես կարաս իմանալ։ Եթե դու չունես, ձեր բակոն կանգնես բարձր գոռա ժողովուրդ գնելի համարը ով ունի, հաստատ մեկը կգտնի ու կտակես։ Հանգիստ է։ Եթե տատի պապիներն են թոշակառու ինձ կարողանում գտնել, ուրեմն դու կգտնես ու կգտնես։ Նա գտնում ես, զանգում ես, ասում ես գնա ջան, ես ինչ որ ես ինչ ժամին կարողանում ենք խոսենք, ասում եմ պրոբլեմ չունեք, եղբայր։ Okay։ Մեկ էլ մի բան, որ ասում ես Քոչարյան վարչապետ, ազգանունը մեծատառով է գրվում։ Այսինքն իմ կողմից քեզ նվեր։ Նա Ռոմիկ Մկրտչյանն էլ արել է դին նկատողությունը։ Մի արեք ապեր, խնդալու է։ Գնացինք, լավ, ժողովուրդ ջան, լավ եղեք, հանդիպենք, վաղ ամիս օրինակ խոսենք։ Ամեն ինչ մի օրում չենք կարող էլի ասել։ Շնորհակալություն եթերը դիտելու, տարածելու համար, մինչև դեկտեմբերի 5-ը հիշեք որ փակա Facebook-յան էջս, ես ցավում եմ որովհետև մի 2-3 բան կար հենց տեղում գնալ լուսաբանելու, գիտեք դուք որ երբեմն լինում են տարբեր հարցեր, որոնք հենց տեղում եմ գնում, եթերով լուսաբանում եւ փորձում մարակ արձագանքների շնորհիվ լուծումներ գտնել այդ բաներին, ցավոք այդ իմաստով ես շատ եմ նեղվում, որ չեմ կարողանում ու այն պայմանավորվածությունները, որոնք ունեի էլի տարես մարդիկ են օգտակար կլինեք, փաստորեն միջը իսկ YouTube-ը մի քիչ այդքան չի ստացվում, որովհետև այդ նշելը բան տարբեր է էլի։ Ուրեմն դեկտեմբերի 5-ից հետո կմնա, մի խոսքով մենք միասին դեռ շատ բաներ կարող ենք անել որպես հանրություն եւ հասարակություն, որպես հայ ժողովուրդ, որպես պետականամետ քաղաքացիներ։ Լավ մնացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, բարի գիշեր ձեզ։